Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առաջացած լարվածությունը նոր թափ է հավաքում։ Այսօր կեսօրին մոտ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն են կանչել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևին և նրան բողոքի նոտա փոխանցել հունիսի 30-ին ռուսական Սպուտնիկ Ադրբեջան լրատվամիջոցի երկու աշխատակցի ձերբակալության համար, որոնց ադրբեջանցի իրավապահները մեղադրում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ՖՍԲ-ի գործակալ լինելու մեջ։ Հանդիպմանը Մոսկվան ադրբեջանցի իրավապահների գործողությունները ոչ բարեկամական է համարել։ Թվում էր, թե այդ հանդիպումը կարող էր փոքր-ինչ մեղմել երկկողմ լարվածությունը, բայց ոչ։ Դրանից հետո ադրբեջանական կողմը հայտնեց երկու աղմկահարույց ձերբակալության մասին։ Հետապնդման հասցեն նորից Սպուտնիկ Ադրբեջանն էր, որտեղ ցուցադրաբար ձերբակալվեց 7 աշխատակից, որոնցից երկուսը կալանավորվեցին։ Նրանք մեղադրվում են մեքենայությունների, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու մեջ։ Հաջորդ խոշոր ձերբակալության թիրախում նորից Ռուսաստանի քաղաքացիներ էին։ Ըստ Ադրբեջանի ոստիկանության ձերբակալվել է միանգամից երկու հանցավոր խումբ, որոնք մեղադրվում են Իրանից մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի տարածման, դրանց շրջանառության, ինչպես նաև կիբերխարդախության մեջ։ Ըստ տեսանյութի խմբի անդամները շուրջ 10 հոգի էին։ Ռուսական կողմն իր արձագանքները փոխանցում է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով, որը երեկ հայտարարեց, թե նախագահների միջև զրույց նախատեսված չէ։ Փոխարենը Պեսկովն այսօր հայտնեց, որ Մոսկվան հույս ունի ուղիղ երկխոսությունը կհարթի ադրբեջանական գերէմոցիոնալ գործողությունները։ Դժվար է պատկերացնել, թե մոտ ժամանակներում ինչի հետևանքով կողմերը կարող են հաղթահարել միջպետական լարվածությունը, երբ կողմերի դիրքորոշումներն ու պնդումները գնալով ավելի են հեռանում և սրվում։ Օրինակ, Եկատերինբուրգում ռուսաստանցի իրավապահների խուզարկության հետևանքով մահացած ադրբեջանցի երկու եղբայրների դիերը, որոնք նախօրեին տեղափոխվել էին Ադրբեջան, Բաքվում փորձաքննության են ենթարկվել, որից հետո ադրբեջանական կողմը նշել է նրանց մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կոտրվածքների մասին։ Ռուսական կողմը մինչդեռ նշել է, թե նրանցից մեկը մահացել է սրտի կաթվածից։ Բաքվի և Մոսկվայի պաշտոնական խոսույթները շարունակում են փոխլրացնել տեղական լրատվամիջոցներն ու փորձագետները։ Երկկողմ լարվածության այս ֆոնին ադրբեջանցի քաղաքագետ, ազդեցիկ հեռուստամեկնաբան Էլդար Նամազովը սպառնացել է Ադրբեջանում Կովկասի ամենամեծ թուրքական ռազմաբազայի ստեղծմամբ, այն դիտարկելով 2021-ի Շուշիի հռչակագրի տրամաբանական շարունակություն։ Ճիշտ է, Նամազովի խոսքը բացի Ռուսաստանից ուղղված էր նաև Իրանին, սակայն հիմնական ասելիքը Ադրբեջանի անվտանգության բարձրացմանն էր վերաբերում, և ադրբեջանական խոսույթում կրկին շահարկվում է թուրքական գործոնը։ Հունիսի 25-ի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ադրբեջանցի լրագրողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարց էր ուղղել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայման մասին, որին Էրդողանը ըստ էության խուսափեց պատասխանել։ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին լուրեր տարածվել էին մասնավորապես 2024-ի վերջերին, ինչին ստիպված եղավ անձամբ անդրադառնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ռուսական «Ռոսիա Սեւոդնիա» մեդիա հոլդինգի ղեկավար Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում Ալիևը նշեց, որ Ադրբեջանը չունի դրա կարիքը և որ Բաքվին լիովին բավարարում է Թուրքիայի հետ կնքած Շուշիի հռչակագիրը, որում խոսվում է ռազմական փոխօգնության պարտավորության մասին։ Ալիևի այդ խոսքերն այդ ժամանակ Մոսկվան ընկալեց որպես դիվանագիտական դրական ժեստ։